Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի, մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիռն աշխարի մեջ, նա աղն է մեր ինքնության, էյության խորհուրդը մեծ, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն, մենք ենք ու կանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք էլ աշխարում, որ այսքան մերը լինի։ 5-րդ դարի աշալույսին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Պատմական այս իրադարձության իրական արժեքը գնահատելու համար մտովի հարկ է վերադառնալ 301 թվական։ Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թվականին դարձել պետական կրոն։ Բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա։ Երկրում եղած աստվածաշնչյան գրքերը, եկեղեցական երկերը հունարեն և ասորերեն էին։ Ժամերգությունները կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի լեզուներով։ Մաշտոցը աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես թարգմանում էր հայերեն, ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Նրա համար հաստատուն է դառնում հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Այդ որոշումն ընդունելու այլ ծանրակշիռ պայմաններից մեկն էլ 387 թվականին քաղաքական անկախությունն ու ամբողջականությունը կորցրած Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանված Հայաստանի փրկության օրհասական խնդիրն էր։ Նրանք ոչ միայն իրենց օրենքներն էին պարտադրում, այլև լեզուն ու մշակույթը։ Կրոնական և մշակութային ձուլումը կանխելու և ազգային ուծացման վերահաս վտանգը հեռացնելու միակ միջոցը սեփական գրի ստեղծումն էր։ Ժամանակը հասունացավ, որ ստեղծվեր հայագիր ու հայալեզու ավետարանը, և դա կյանքի կոչվեց ազգընտիր այրերի ջանքերով ու աղոթքներով։ Վաղարշաբաթ մայրաքաղաքում Սահակ Պարթև կաթողիկոսի և Վռամշապհու թագավորի խրախույսով էլ Մեսրոպ Մաշտոցը ստանձնում է հայոց այբուբենի ստեղծման հույժ կարևոր գործը։ Հայ պատմիչ Կորյունը իր վարք Մաշտոցում գրում է. Երանելի Մաշտոցը արքայի հրամանով և Սուրբ Սահակի համաձայնությամբ մի խումբ մանուկներ առավ և սուրբ համբույրով միմյանց հրաժեշտ տալուց հետո ճանապարհ ընկավ, գնաց հասավ ասորած երկու քաղաքները՝ Եդեսիա, ապա Ամիդ, ներկայացավ սուրբ եպիսկոպոսներին։ Տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին, նա ուսումնասիրում է տառաձևերը, ծանոթանում գրության սկզբունքներին։ Եվ ահա 2 տարվա որոնումներից ու ստեղծագործական տքնանքներից հետո 406 թվականին Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց տառերը։ Տեսիլքից են ծնվել տառերը մեր, հողմերով են սնվել տառերը մեր, ջրդեղվել են, դարձել երկաթագիր, քարերին են գրվել տառերը մեր, երբ փորձել են ջնջել ու եղծանել, կայծակին են տվել տառերը մեր։ Հայոց այբուբեն, լույսի տաժեր, դու, որ Աստծո ձեռքով գրվեցիր ու դրոշմվեցիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի սրտում, դու պիտի միայն ճշմարտություն, իրավունք, գութ, արդարություն գրես ու տարածես։ Գրերի գյուտը համարվեց երկնառակ մի հրաշք, աստվածային պարգև։ Սքանչելի ծնունդները դրեցին հայագիր հայալեզու դպրոցի հիմնաքարը։ Մաշտոցը դարձավ մեր առաջին ուսուցիչը և ուսուցանեց գրագետ ու ազգային գիտակցությամբ տոգորված մայրենի լեզվով։ Մաշտոցը իր աշակերտներ Հովհան եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնամուխ է լինում սուրբ գրքի թարգմանությանը։ Մայրենի լեզվով թարգմանվում է Սողոմոնի առակներից հետևյալ նախադասությունը. ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանը սանճարոյ։ Մայրենի լեզվով նորածին թարգմանական գրականության հիմքը հանդիսացավ Աստվածաշունչը, որը ֆրանսիացի նշանավոր գիտնական Լակրոզին անվանեց թագուհի թարգմանությանց։ Աստվածաշնչից բացի մայրենի լեզվով թարգմանվեցին մեկնողական, փիլիսոփայական, պատմական և այլ բնույթի բազմաթիվ երկեր։ 5-րդ դարը դարձավ մեր գրականության ոսկե դարը։
Մեսրոպ Մաշտոցը ոչ թե սովորեցնում էր իբրև արվեստ, այլ աշակերտներին կարծես հոգի էր ներշնչում իբրև առաքյալ։ Այդ ոգին էր, որ ժամանակի հորձանուտում հային հայ պահեց։ Հայ կանայք գաղթի ճանապարհին ձեռագիր մատյաններ էին շալակած տանում, մահվան ճիրաններում, դերձորի անապատում, ավազների վրա հայերեն այբուբեն էին գրում։ Մեր և գալիք սերունդների առջև մի սրբազան պատվիրան է դրված, պահպանել մեր Մաշտոցյան գիրն ու ոսկեղենիկ մայրենին։ Մայրենի, որ դարեր ի վեր Փյունիկի պես բոցավառվել ու հասել է մեզ, ու դեռ կթևացի սերնդես սերունդ։ Այս մշտնջենական ջահն է, որ վար պիտի պահի մեր հայի տեսակը, որպիսի կարողանանք դիմագրավել համաշխարհայնացման մարտահրավերներին։ Այբ, պեն, կիմ, թա, եչ, զա, է, ըտ, թո, ժե, ինի, լյուն, խե, ծա, կեն, հո, ձա, ғատ, ջե, մեն, հի, նու, շա, ո, չա, պե, ջե, ռա, սե, վև, դյուն, ռե, ցո, վյուն, փյուր, քե։ Այս գարնան հետ, այս սաղկունքի, այս թրջնակի, այս զարվակի, հետն այս երգի ու զարթոնքի, բացվեց լեզուն իմ մանգիկի, ու թոթովեց բար մի անգին, հայկյան լեզվից մեր սրբազան, ասես մասունք հաղորդության, դիպավ մանկանս շրտունքին։ Լսիր որդիս, պատգամ որպես, սիրող քո մոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարականց։ Կտրել է նա հանցած տղալույս երկինքները ժամանակի, շարաչել է խռովահույս սլացքի հետ հայկյան նետի, և Մեսրոպի սուրբ հանճարով դարձել է գիր ու մագաղատ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երթը մեր անաղարտ։ Նրանով է մրմնջացել հայ պանդուխտը վերքն իր սրտի, նրանով է որոտացել կռվի երգն իմ ժողովրդի, նրանով է մայրս ջահել ինձ օրորոց թրել մի օր, հիմա եկել քեզ է հասել նրա կարկաչը դարավոր։ Բաց շուրթերդ, խոսիր անգին, ժիր դայլայլիր իմ սիրասուն, թող մանկանա քո շուրթերին մեր ալեհեր հայոց լեզուն։ Պահիր նրան բարձր ու վճիտ Արարատի սուրբ ձյունի պես, պահիր նրան սրտիդ մոտիկ քո պապերի աճյունի պես, ու ոսոխի զարկիցը սև դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրա։ Ու տես որդիս, ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Սիրում եմ քեզ, հալոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու, քեզնով եմ ես հպարտանում, կարդում գրում արտասանում։ Ձեր գրել հայոց, պես հայ պահող թրեր հայոց, փարդ հայ գրերը ստեղծողին, հայաց քավաշ հայ պահողին։ Մեսրոպյան տառեր, հայերեն տառեր, դուք միշտ առնում եք իմաստուն բառեր։ Մեսրոպյան տառեր, իմաստու բառեր, հայոց անտառի դուք կենաց ծառեր։ Մեսրոպյան տառեր, դուք կենաց ծառեր, մենք ձեզանով ենք դիմացել դարեր։ Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին։ Ամեն մի բառը նրա մեր հոգու գդորն է։ Այդ բառերի մեջ են նյութացած առարկայացած մեր վիշտը, զրկանքները, դառն ու զվարթ ապրումները, մեր երազները, հույզերը, իղձերը, սերը, մեր ամբողջ ժողովուրդը։ Երբ մարդ իր հայրենակցի հետ մայրենի լեզվով չի խոսում, կարծում է, թե սուտ է խոսում։
Ուրիշ լեզվով երբ խոսում է, կարծես սրտով չի խոսում, խարդախություն է անում։ Միայն հայրենի երկրում կարելի է մայրենի լեզուն սովորել։ Մեր լեզուն բարձր լեռներից ու խորունկ ձորերից ծնած լեզու է, բարձունքների և խորությունների լեզու։ Մի ստրուկասկ, երբ պահում է իր լեզուն, դրանով նա ձեռքում ունի այն կախարդական խարտոցը, որով օր ու գիշեր մաշում է գերության շղթաները։ Պահեցեք լեզուն։ Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, այնքան այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։ Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու։ Գիտեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը։ Վիկտոր Համբարձումյան։ Դու այսպիսին ես դու։ Եվ երջանիկ է, ով քեզ կարող է կոչել մայրենի։ Երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում։ Դու իմ մայրենի, այսպիսին ես դու։ Եվ ես, երջանիկս ու երանելիս ես չեմ, այդ ես չեմ քեզ տիրապետում։ Դու ես, այդ դու ես ինձ տիրապետում հավիտյան և միշտ, և այժմ նաև, քեզանով իսկ քեզ փառաբանելի։ Հայերենը իբրև արարատյան լեզու կոչվում է աղոթքի լեզու։ Այն աստվածային ճոխ ու աննման լեզու է, Նիկողայոս Մարը։ Բավական չի ազգասեր ու հայրենասեր լինելը։ Պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել։ Պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն։ Այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ Ղազարոս Աղայան։ Սիրեցեք հայ գրականությունը, նա ձեր հոգևոր հայրենիքն է, և միշտ ու ամենուրեք կլինի ձեզ հետ։ Հայ լեզուն և տոհմիկ գրականությունը դարերի ընթացքում պահել պաշտպանել են հայերիս։ Այժմ էլ մենք պիտի պահպանենք նրանց, որ նրանք էլ այսուհետև կատարեն իրենց փրկարար դերը։ Հայ լեզուն և հայ լեզվով գրականությունը այն անխորտակելի ոսկե կամուրջն է, որ կա Մայր Հայաստանի և Սփյուռքի միջև, համայն հայության միջև։ Ավետիք Իսահակյան։